Կոնֆլիկտը հարաբերություններում պարզապես խնդիր չէ։ Դա երբեմն հաղորդակցման ձև է։ Սակայն երբ հարաբերություններում հարգանքը բացակայում է, այդ կոնֆլիկտը այլևս չի ծառայում հարաբերություններին։ Դա չի նպաստում հարաբերությունների վերականգնմանը, հաշտեցմանը, հակառակը փլուզում է գնում հարաբերությունների մեջ։ Իսկ մենք պետք է գիտակցենք, որ հարաբերություններում հարգանքը դա պարզապես դիմացինի խոսքը միջև վերջ լսելը չէ, դա պարզապես լռելը չէ, հարգանքը երբեմն քո մտքում դիմացինի կարծիքին, տեսանկյունին, տարածք տեղ տալն է, երբ որ դու պատրաստ ես քո ներսում համակերպվել եւ ընդունել, որ դիմացինը այս կամ այն հարցի վերաբերյալ ունի քո կարծիքից, քո տեսանկյունից, քո դիրքորոշումից տարբերվող մի տեսանկյուն եւ թույլ տաս, որ դա լինի։ Հարգանքը հարաբերություններում երբեմն հենց այդ սկզբունքն է՝ չվնասելու, չկոտրելու, չպատժելու։ Հարգանքը հարաբերություններում երբեմն անձի սխալները, ձախողումները չընդհանրացնելն է, որովհետև երբ որ թերապևտիկ դաշտում ես երբեմն աշխատում եմ անձի հետ, ես տեսնում եմ, որ օրինակ զույգը կարող է թույլ տված լինի մի սխալ, եւ այդ սխալի այդ բաց թողման վրա է այլևս կառուցվում ամբողջ ընկալումը նրա նկատմամբ։ Եվ երբ որ ես այսպես փորձում եմ այդ ընդհանրացումից գալ մասնավորի եւ հարցնել, իսկ կան եղել են արդյոք այնպիսի դեպքեր, որ նա շատ ճիշտ ընտրություն է կատարել, շատ խելացի է վարվել, այսպես անձը ասում է, հա, դե օրինակ, այսինչ ոլորտում ինքը սենց ինչ բան է արել, կամ երեխեքի հետ կապված ինքը սենց բան է, կամ աշխատանքի մեջ այ օրինակ ինքը այսպես է, այսինքն հարգանք դա նշանակում է, որ դու թույլ չես տալիս, որ այդ անձի որոշակի սխալները քո ներսում ընդհանրացում ստեղծեն եւ դու իսկապես արդեն իր կյանքից բացառես որևէ դրական վարքի ձև կամ անձնային գիծ։ Եվ ես շատ հաճախ եմ, երբ որ մենք խոսում ենք զույգերի հետ, ես շատ հաճախ եմ բերում այն կետին, որ մի պահ քեզ հարց տուր դու քո ներսում, քո գլխում ինչ կարծիք ունես քո զույգի նկատմամբ, որտեվ եթե դու քո ներսում մտածում ես, որ հիմարի մեկն է, դեբիլի մեկն է, բան չի հասկանում, ինքան խելք է, եւ երբ որ ես այսպես շատ զարմացած, նեղված փորձում եմ հասկանալ, վերլուծել եւ այլն, անձը ոչ մի կերպ, այսինքն դիմադրում է, հա, պատրաստ չէ լսել ուրիշ կարծիք, որտեվ ինքը ասում է, ախր փորձառաբար ես գիտեմ, գիտես քանի անգամ է եղել, արդեն հոգնել եմ, այո, փորձառաբար գուցե դուք եկել եք այդ կարծիքին, որ չգիտեմ, ձեր զույգը, չգիտեմ, կարծում եք, որ հիմար է, դեբիլ է, մյուսն է, բայց եթե դուք բացահայտում եք, որ ձեր գլխում դուք ձեր զույգի նկատմամբ ունեք այդպիսի կարծիք, ուրեմն պետք է հասկանաք, որ որևէ կառուցողական զրույցի մասին խոսք լինել ուղղակի չի կարող։ Եթե դուք ուզում եք արդյունավետ հաղորդակցություն, պետք է սկսեք ձեր ներսում ձեր զույգի մասին ունեցած համոզումը փոխելուց։ Հաճախ լինում է նաև տղամարդիկ են ասում, հա, որ անխելք աղջիկա, նա ոչ մի բան չի հասկանում, եւ եթե դու ունես այդպիսի համոզում, բնականաբար զրույցի մեջ դու իրեն չես լսելու, դու իր տեսանկյանը չես վստահելու, դու որոշումներդ ինքնուրույն ես կայացնելու, չես խորհրդակցելու, որովհետև դու քո ներսում մտածում ես, որ հիմարի մեկն է։ Ընկերներ, վերանայեք, թե դուք ձեր զույգի մասին ձեր ներսում ինչ կարծիք ունեք, որովհետև հենց այդ ձեր ներսում, այդ խորքում, ծածուկում ձևավորված ունեցած կարծիքի հիման վրա են կառուցվում ձեր հարաբերությունները եւ ամենակարևորը կոնֆլիկտները։